Սոնա Ղազարյան։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ զեկույցը ներկայացնելու համար այստեղ վերևում։ Ես երկու հարց ունեմ, մեկը վերաբերում է ընտանեկան կենցաղային բռնության կանխարգելմանը, եւ երկրորդը վերաբերում է հետամտմանը, որը խորհրդարանը վերջերս քրեականացրեց։ Առաջին մասով ուզում եմ հասկանալ նախորդ տարվանից, եթե չեմ սխալվում, որովհետև ասեցիք այս տարի 1500 գործ է քննվել, նախորդից 2100-ն են ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերը, 735 վարույթ կարճվել է, այս կստացվում է ամեն երրորդը, որոնցից 600-ի հիմքը ռեաբիլիտացիոնող է եղել։ Ուզում եմ այս մասին մենք խոսենք եւ քաղաքացիներին ավելի բարձր դառնա ինչի մասին է գնում խոսքը եւ դատարանը ուղարկվել են 400-ը։ Այսինքն եթե պատկերավոր ասենք, մեկը ուղարկվում է դատարան մեկ գործ, երկուսը կարճվում է, մեկն ուղարկվում է եւ նույն հերթականությամբ։ Ստացվում է, որ առանց այն էլ դժվար բացահայտվող այս հանցագործությունը միշտ չէ որ բացահայտվում է եւ շատ հաճախ մենք ականատես ենք լինում արդեն սպանության դեպքերի, ինչնի ըստիս կանխարգելիչ միջոցառումների պատշաճ կիրառման արդյունքում է տեղի ունենում եւ ես ուզում եմ որպեսզի մենք հասկանանք որտեղ է խնդիրը եւ հասկանանք թե ինչ օրենսդրական այլ փոփոխություններ կարող ենք անել այս մասով եւ քանի որ դեռ ժամանակ ունեմ հետամտման մասով ես ուզում եմ հասկանամ ինչ հմտություններ ունեն մեր քննիչները, որպեսզի բացահայտեն այս հանցակազմի սուբյեկտիվ կողմը, որովհետև օրենքն ընդունելիս ներքին քննարկումներում, նաև քննչական կոմիտեի ներկայացուցիչների, դատախազության ներկայացուցիչների հետ քննարկելիս սա շատ հաճախ կար անհանգստություն, որն իդեպ սոցիալական ցանցերում ինձ մեկնաբանություններ են գրում տղամարդիկ ավելի հաճախ, որ ինչպես է քննիչը կամ դատավորը տարբերակելու սիրահետելը եւ հետամտելը։ Ես կարծում եմ տարբերությունը շատ հստակ է, բայց ուզում եմ հասկանալ արդյոք նման հմտություններ ունեն մեր քննիչները։ Շատ լավ։ Շնորհակալություն հարցի համար։ Ես նշեմ, որ վիճակագրական տվյալները, երբ որ ես ներկայացնում եմ, նաև նշեմ, որ բավականին մեծ թվով քրեական վարույթներ ունենք, երբ որ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, թվերը արդեն նորից չկրկնեմ, այս մասով եւ չեմ կիսում այն կարծիքը, որ բացահայտման առումով այս կարգի դեպքերով մենք խնդիր ունենք, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ բավականին ակտիվ հենց այդ բռնության զոհերը ըստ էության իրենք են բարձրաձայնում։ Իրենք են բարձրաձայնում, նաև օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, դուք գիտեք, որ այս դեպքերը մասնավոր մեղադրանքի հետ կապված քրեական վարույթներից տարանջատվել են եւ անկախ քրեական հայց ներկայացնելուց դատախազը հայց քրեական վարույթ հանձնարարում է քրեական վարույթ նախաձեռնելու եւ նման դեպքերը շատ են, այսինքն այս առումով կարծում եմ նաև մենք բավականին դեպքեր ունենք, երբ որ դժոխ մեր խնդիրը հետեւյալն է, մենք որպեսզի առավելագույնս քրեական վարույթի նախաձեռնման պահից սկսած դժողի շահերի պաշտպանությամբ, անվտանգության միջոցներով եւ այլն, որպեսզի այս դժողը բռնության զոհը ավելի անկաշկանդ լինի եւ չտրվի այլ ճնշումներին, որպեսզի հնարավոր անօրինական ազդեցությունը այս անձի նկատմամբ մենք չեզոքացնենք։ Մեր խնդիրը սա է։ Իսկ ինչ վերաբերվում է քրեական վարույթներին առանձին հիմքերով ունենք վարույթներ, որոնք որ արդարացնող հիմքով են, այսինքն որոնք որ ըստ էության հանգել են այդ հետևության, որ հանցակազմ չկա կամ չգիտեմ արարք չկա, մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել եւ դատախազի կողմից հաստատվել է, կարծում եմ այս առումով նաեւ ես վիճակագրություն չեմ ներկայացրել, թե ինչ որոշումների դեմ օրինակ տուժողները համաձայն չեն եղել եւ որոնք են այդ որոշումների, որքան որոշումների դեմ են բողոքներ ներկայացել վերադասության կարգով կամ դատական կարգով, առանձին վիճակագրություն չունեմ, բայց համոզված եմ, որ նաեւ որոշումներ կարող են արկա լինել, որոնք որոշտեյության դատական կարգով բողոքարկվել են, այս վիճակագրության չեմ տիրապետում։ Այսքանը ինչ վերաբերում է այս նոր հետամտման հետ կապված, մեր քննիչները ըստ էության ունենք դորանշանակ քննիչներ, ունենք նաև փորձառու քննիչներ, մենք հիմնականում գործերը բաշխում ենք ըստ համապատասխան փորձառության եւ երբ որ ղեկավարը որոշակի քրեական վարույթը մակագրում է կոնկրետ օրինակ որոշակի քննիչին, անպայման հաշվի է առնում քննիչի մասնագիտական հմտությունները եւ կարողությունները նաեւ կոնկրետ հանցատեսակի առումով։ Մենք փորձում ենք քննիչներին մասնագիտացնենք ըստ հանցատեսակների, ըստ բնագավառների։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ ամեն երրորդ դեպքը կարճվում է, ինձ համար սա մնում է
3 դեպքից 2-ը կարճվում է, այո։ Սա ինձ համար մնում է անհանգստացնող թիվ եւ ուզում եմ հասկանամ այդ ռեաբիլիտացնող հիմքը, այսինքն օրինակ կինը դիմել է ոստիկանություն, բռնության, ֆիզիկական, հոգեբանական, հա, տարբեր հիմքեր ունենք սեռական բռնության եւ այսինքն քննվել է եւ 3-ից 2-ը ստացվում է, որ դիմորդը մեղմ ասած չափազանցրել է, ստել է եւ այլն, ես ուզում եմ վստահեցնել, որ բռնության դեպքերով դատարան դիմելու, ոստիկանությանը դիմելու համար բավարար քաջություն է պետք, հաշվի առնելով այն սոցիալական հիմքերը, որոնք առկա են այս բռնության տեսակի ընկալման նկատմամբ եւ ես կարծում եմ, որ մենք այս թիվը պետք է ազդակ մեզ համար այնուամենայնիվ լինի հասկանալու թե ինչ է տեղի ունենում իրականում, ես կխնդրեի, որպեսզի այդ 600 հիմքերից կարողանաք ինձ թեկուզ եթե այս պահին ձեռքի տակ չկա, որոնք են այս հիմքերը, ինձ գրավոր պատասխանեք, որովհետև իսկապես հետաքրքրված եմ ու եւ ուզում եմ հասկանալ ինչ կարող ենք անել, որպեսզի մեր քաղաքացիները անկախ սեռից, տարիքից, սոցիալական կարգավիճակից պաշտպանված լինեն եւ պետությունը պաշտպանի այս քաղաքացիներին։ Շնորհակալություն։ Ես կխնդրեմ գրավոր հարցում արեք, մենք այդ հիմքերի մասով բացվածքով փորձենք այդ մասը տալ, որպեսզի հասկանանք յուրաքանչյուր դեպքով ինչի է քնիչը հանգել համապատասխան հետևության, բայց մի հատ sense օրինակ մատնանշեմ, ես պատահական չշեշտեցի, որ նաև դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ, երբ որ ըստ էության այս մասնավոր մեղադրանքի ոլորտից դուրս է եկել, շատ դեպքերում տեղյակ եմ, դեպքեր կան, երբ որ դատախազը ինքնուրույն իր նախաձեռնությամբ, երբ որ այլ դեպքի հետ կապված հանցագործության վերաբերյալ դեպքով, երբ որ վարույթը ուսումնասիրում են, նայում է, որ օրինակ ամուսինը, օրինակ կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել, օրինակ, դատախազը հանձնարարում է, որպեսզի վարույթ նախաձեռնի, այսինքն ոչ բոլոր դեպքերում գործ ունենք այն դեպքերի հետ, երբ որ կինը կամ չգիտեմ, եկել եւ դիմել է հաղորդում է ներկայացել իր նկատմամբ գործադրված ենթադրյալ բռնության մասին։ Շնորհակալություն։